այդ չաղ, այդ ընտիր մարդուն գցեն գետին, էդի հիմարություն է։ Ծառուկյանին գետնին տապալելու հոլովակը տեսել եք։ Տեսել եմ։ Ինչի համար էին այդպես վարվում 70-ամյա մարդու հետ։ Որովհետև անշնորհք էին, որովհետև այլանդակ են, որովհետև մարդկային բան չկա մեջները, այդ լակոտներն էլ մեղավոր, որ իրանց տենց թույլ են տալի, այդ աստիճան, ոչ միայն երկրի ղեկավարը, այլ լակոտներն էլ։ Փաշինյանը երեկ ասում էր ինքը չի տեսել այդ տեսանյութը, հավատում եք։ Հնարավոր չի։ Սխալ է, մեծ սխալ է, իհարկե մեծ սխալ է։ Փաշինյանն ասում է ինքը չի տեսել այդ հոլովակը, հավատում եք, որ չի տեսել։ Ես вообще ղեկավարության չեմ հավատում, որովհետև մեր ազգը խիղճ է, իրոք խիղճ է, ժամանակին իրոք հայ ազգը եղել է, հիմա չէ։ Ինքն էր հրաման տվել, որ Ծառուկյանին նման կերպով։ Չեմ իմանում, ես սրանից խաբար չեմ։ Ես դա չեմ կարող ասեմ, ոչ թե վախում եմ, просто չեմ իմանում։ Չեմ իմանում, просто բերանը բացած իհարկե կեղտոտ խոսքը շատ է թափել, amma հրամանը հովա տվել ես չեմ իմանում, խաբար չեմ։ Հա, Ինչ կասեք, ինչի համար է։ վայրենություն էր։ Ինչ որ տեսա վայրենություն էր։ Փաշինյանն ասում էր ես չեմ տեսել այդ հոլովակը, հավատում։ Սուտ ասում։ Չենք մեկ պոլիտիկացիա ռոյ։ Մի անգամ տեսել տելևիզորով ցույց տվին տեսա։ Վարչապետ Փաշինյանը երեկ ասում էր, որ ինքը չի տեսել այդ կադրերը, դուք հավատում եք, որ չի տեսել։ Անպայման տեսած կլինի։ Հնարավոր չի։ Դա ինչի էր ասում չեմ տեսել։ Ես այդի չեմ լսել։ Տեսել եք հոլովակը։ Չէ, չենք տեսել։ Ինչ մամա, փախստական մարդիկ եմ դար դեսեչ։ Ստեփանակերտից եմ։ Վախենում եմ խոսեմ, կգան տանս բռնեն տանը։ Այդպես մի ասեք։ Չէ, վախենում եմ։ Շատ սխալ բան են արել կոնկրետ գործող ղեկավարը։ Տեսարանը իր կեղտոտ վիճակն է ցույց տալիս, թե ինչ իր ընդունակ ինքը։ Ասենք սրանից թող մի քանի տարի առաջ իր ցելի սաստավով հերներ պարոն Ծառուկյանի դեմ, տեսենք կարող էր։ Ասենք իրոքից պարոն Ծառուկյանը շատ բան արել Հայաստանի համար, որ ինքը չի արել։ Այնքան բան, որ ինքը չի արել, ինքը մենակ ծախու մարդ է։ Պարոն Ծառուկյանը այնքան բան արել, որ ինքը 8-9 տարվա մեջ չի կարաս արել։ Իր արածը մենակ հող տալ, ծախելն է։ Փաշինյանը երեկ ասում էր, որ չի տեսել այդ տեսանյութը, հավատում եք։ Իհարկե ոչ։ Բա ինչու էր այդպես ասում։ Դե իր մոտ ստացվում է սուտ խոսալը։ Հավատացեք ոչ մի բանը չի լինի։ Շուտով ամեն ինչ կավարտվի։ Կարգանացնեն իրեն։ Միառնշանակայով, որովհետև ոչ մի փաս չունեն։ 2 ամսով կալանավորել են արդեն։ Այդ կուրսի եք։ Ինքը որ պետք է իրենց սպիտակ առուծը, վագերը, որին որ սատկացավ, Ծառուկյանի իրան խոսքը տե որ տղամարդս մտի մոտ է։ Ինքը կերավ դրա գլուխը։ Ինքը այդքան վատ մարդ է։ Ինքը եթե մաքուր ընտելություն աներ, նախ չեր նստի վարչապետ աթոռին։ Ես կացեմ սա համարում եմ որպես քաղաքական հետապնդում Նիկոլի կողմից։ Սա քաղաքական չհետապնդում է։ Սա քաղաքական հետապնդում է, որը վերաբերվում է Տաշի Սամոյին, պարոն Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին։ Ընդդիմադիրներին է պատժում։ Միանշանակ այո, բայց շուտով ինքը կպատժվի։ Իր ամեն արածի համար։ Ինչ արես երկի համար, վատությունից բացի, վատ բանից բացի, ուրիշ ինչ-որ մի լավ բան արել է։ Տեսել եմ։ Ինչ կասեք, ինչի մասին։ Ինչ ասեմ, էդի հիմարություն է ուղղակի, ասենք Նիկոլը պետք է վերանա։ Միջև չվերանա, սաղս կվերանանք իրար հետ։ Ասում էր չեմ տեսել այդ հոլովակը, հավատում եք։ Չէ, ես տեսել եմ։ Չէ, Փաշինյանը ասում էր, որ ինքը չի տեսել այդ հոլովակը։ Ինքը միշտ է սութասան է։ Տես չի։ Ասենք թե ինքը ասել էր, բա մնացածը ինչ են մտածել։ Այդ մարդը վատ մարդ չէր։ Բացի վատ մարդը տան մեջ, ընտանիքի մեջ, այդ չաղ, այդ ընտիր մարդուն գցեն գետին, էդի հիմարություն է։ Բայց դիմադրություն ցույց չէր տալիս, չէ, ինչի համար նման կերպով բռնեց։ Ինչ իմանամ, նրանց հրամանն են կատարում, ինքն է, այսինքն ով որ կատարում է, իր մաստին մարդ է։ Նիկոլի իր մաստին մարդ։ Այսինքն Փաշինյանն էր հրաման տվել, որ Ծառուկյանը։ Էլով։
Ինքը բոլորին նստացնում է, ինչի համար չգիտես։ Նախընտրական շրջանում տված խոստումներն է կատարում։ Երևի։ Միշտ էլ ինքը սութացան, ժողովրդին չսիրող հայ չի սիրում, ինքը հայ մարդ չի սիրում։ Ծառուկյանը վատ մարդ չէր ժողովրդի համար, բարյար ընտիր մարդ էր, բոլորին օգնել է, սպորտսմեններին օգնել է, մնացած ժողովրդին, որին հնարավորություն ունեցել է օգնել է, ինքը վատ մարդ չէր։ Չէ, չեմ տեսել, չէ, դա գիտեք ինչ, դուք այդեն զարմանալով եք խոսում, այս մարդը բռնել է բոլորին հիմա, ինչքան հայեր կան։ Որ մի հայը փորձի ինչ-որ հայի համար մի բան, ինքը ձերբակալ, դուք մի մտածեք, որ ինքը բաց է, ինքը այս մարդը, ես երեք միտեղ մի խոսակցության ժամանակ ասացի, ինքը թշնամի է։ Այս մարդը շնամբար նստած ինքը եկել է Հայաստանը քանդելու համար։ Սարուկյանին էլ կբռնի, վաղը ինձ կարող է բռնի, մյուս օրը գա մտնի ձեր տները, հասկանում եք։ Ասում է ես չեմ տեսել այդ տեսանյութը։ Ինքը ընդհանրապես ոչ մի բան, հասկանում եք դուք ում եք գործում, դուք գործում եք ստախոսի հետ, թշնամու հետ։ Հիմա հասկանում եք, այս ընտրությունները իր համար կյանքի մահվան եւ կյանքի կռիվ էր։ Ինքը հասկանում էր, եթե հանգրց ինքը չընտրվի, կարգի ընտրություններ լինի, ասենք օպոզիցիայից անցնեն, թեկուզ ինքը ձերբակալվելու էր, հասկանում եք։ Եվ դրա համար ինքը գնաց ամեն դավադրանքի, հիմա իր համար Ծառուկյանն է, իր համար ես եմ, դուք եք, հասկանում եք։ Այս մարդը, որ լսում է հայ, ինքը ցնտաբանվում է, ինքը արդեն ինքը իր համար հայը դա թշնամի է վեր։ Ասենք ինչ որ թուրքերն ուզում են անեն 100 տարի մեծ է։ Մերը չէին կարող արա թուրքերը։ Մենք իրանց կոնկուրս իրանց բկին կայնած ենք, իրան գալիս մերից ոնց են խոսում։ Վայ ցեղասպանություն, արեք բարի շենք, արեք։ Հիմա տեսեք մերից ոնց են խոսում։ Որտեղ իրանց տղին դրել, իրանց տղին ինչ ուզում անում է։ Էլ իրան խիպտի մեր այդ կռիվան են, պատերազմ անեն։